Ինչ ասոցիացիաներ են առաջանում, երբ հիշում եք 90-ականները։ Էմոցիաների մի ամբողջ գունապնակ, էլ ցուրտումուտ տարիներ, էլ հաղթանակ Արցախում, գործարանների վայրենի սեփականաշնորհում, անկանոն առևտուր քաղաքներում, անկանոն շինարարություն, էլի հիմնականում քաղաքներում, մայրաքաղաքում, որպես կանոն պետական հողի վրա, որը հետագային որոշ դեպքերում դառնում էր սեփական։ Եթե այնուամենայնիվ ավտոտնակի կամ կրպակի կամ էլ ասենք նախկինում կառուցված ու հետին թվով օրինականացված ինքնակամ շինության տեր եք ու այն կառուցված է պետությանը պատկանող հողատարածքում, ապա մեծ է հավանականությունը, որ այն կարող է քանդվել։ Քաղաքապետարանը այդ process-ը սկսել է բոլոր վարչական շրջաններում, այդ թվում մեր զրուցակցի Բաքում։ Օրենքով սա սեփականաշնորհման թղթով, կադաստրով, բանով ամեն ինչը օրինական քարից գարաժը սարքել եմ ու ինձ այդ հողի վարձակալման թուղթը տվել են, որ մինչև 2030 թվականը այդ հողը կարող եմ օգտագործեմ։ Ու նենց է պայմանագիրը, որ ես 2030 թվից հետո կարամ նորից երկարաձգեմ այդ վարձակալության բանը։ Ավտոտնակը, որը կառուցել է երկար տարիներ առաջ, այնուհետև սեփականաշնորհել ու գրանցել կադաստրի կոմիտեում, շուտով հավանաբար կդադարի գոյություն ունենա։ Ամենայն դեպս դրա մասին է գուժում վերջերս ստացած պաշտոնական ծանոթագիրը։ Նամակ եկավ, որ այդ գարաժս ենթակա է քանդման, ինչ որ այդտեղ օրենք գրե, որ կամ դու պետք է քանդես, կամ մենք պետք է գանք քանդենք։ Չի ասում, ախպեր, լավ, ես գարաժս քանդեցին, էլի քանդեն, թող քանդեն։ Եթե բարեկարգման համար է, թող քանդեն։ Լավ, ես իմ մեքենան որտեղ եմ կանգնացնելու։ Ազգային ժողովը ոչ վաղ անցյալում ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի շնորհիվ Երևանի ավականին կարողանալու է պարզեցված ընթացակարգով ինքնակամ շինությունների քանդման մասով որոշումներ կայացնել։ Դատարաններում հացը վիճարկող մարդիկ այլևս չեն կարողանալու խոչընդոտել սկսված գործընթացին։ Ինքնակամ կառույցը քանդելու որոշման դեմ դատական հայցն ի զորու չէ կասեցնելու դրա կատարումը։ Այստեղ սակայն կա խնդիր, իրավական խնդիր, ասում են իրավաբանները։ Քաղաքապետարանը չպետք է պարզապես հողի վարձակալության դադարեցման մասին որոշումն ուղարկի կառույցի սեփականատիրոջը։ Մենք ուրեմն երկու անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետին, խնդրել ենք տրամադրել հաստատված ինչ-որ մի նախագիծ կամ հատակագիծ այդ բակի վերանորոգման կամ վերակառուցման, որպեսզի հասկանանք արդյոք դա ինչ-որ ձևով խանգարում է կամ առնչություն ունի այդ մարդու ավտոտնակի հետ, թե ոչ։ Փաստաբանը պատմում է իր վստահորդի գործի մասին, որը նման է մեր նախորդ հերոսի պատմությանը։ Նորից սեփականաշնորհված ավտոտնակ, նորից վարձակալված պետական հող, նորից քանդման որոշում։ Ուղղակի գրել են, որ այնտեղ շինարարություն իրականացնող աշխատողներից դուք կարող եք ճշտել եւ իրենք ձեզ այդ նախագիծը կտրամադրեն։ Հարցրել ենք բանվորներին, իրենք ասում են մենք ոչ մի տենց փաստաթուղթ չունենք։ Պրարաբը գալիս է, ինչ հանձնարարում է, մենք դա էլ անում ենք։ Մարդիկ փորձել են քաղաքապետարանում որոշում կայացնող օղակների հետ կապի դուրս գալ, խոսել, հարցեր ուղղել, միանգամայն անօգուտ, ոչինչ չի ստացվել։ Այլ հող տրամադրեք, այլ պայմանագիր կնքեք այդ մարդու հետ, ինքը իր ավտոտնակը իր միջոցներով տեղափոխի այլ հողատարածք։ Իրենք չտվեցին հստակ պատասխան, ասացին հետագայում դրան կանդրադառնանք, մեկ էլ հենց այդ ծանուցման լրացման օրը մարդը պատուհանից տեսնում է, որ ոստիկաններով, բանվորներով, բուլդոզերներով եկել են ու իր ավտոտնակը քանդում են։ Արդեն գործողության ավարտից հետո մարդը դիմում է վարչական դատարան եւ պահանջում ոչ իրավաչափ ճանաչել քաղաքապետարանի գործողությունները, քանի որ վարչական մարմինը քաղաքացուն զրկել է իր գույքի վերաբերյալ սեփական դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։ Երևանի քաղաքապետարանը ինչ-որ հիմնավորումներ, փաստաթղթեր էին ներկայացրել դատարան, դա համոզիչ չեղավ դատարանի համար եւ մեր հայցը բավարարվեց, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Երևանի քաղաքապետարանի գործողությունները, հետո մեր ոնց որ երկրորդ քայլը նա պետք է լինի, որ արդեն գույքային հայց ներկայացնենք ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Հարցն այստեղ միայն ավտոտնակը չէ, մարդկանց մոտ մնում են հարցեր կապված նման որոշումների կայացման տրամաբանության հետ։ Եթե պատտվեք բարեկարգված բակերով, ապա կտեսնեք ավտոտնակներ։ Այսինքն մարդկանց մոտ հարց է առաջանում, արդյոք մյուսների արյունն ավելի կարմիր է, թե կան ինչ-որ այլ պատճառներ, որ քանդման որոշումը մի մասի վրա տարածվել է, մյուսների վրա ոչ։ 3 գարաժը քանդում են, այն 6 գարաժը թողում են։ Էական չի թե գարաժների քանակ։ Գնամ բողոքեմ, չգիտեմ, դատարանները դիմեմ, ինչ անեմ, ոնց որ հարևանիս էլ եմ վատություն անում, որովհետև
ոնց որ Իրանը չեն քանդում, ոնց որ ես զորովի գնամ ասեմ իրանցը բախի չեք քանդում, դա էլ սիրուն չի ստացվում։ Եթե անում եք, բոլորինը համատարած նույն ձևի արեք, ինչ եք կեսը քանդում, կեսը չեք տողում։ Իրականում օրենսդրությունն այս մասով շատ հստակ սահմանումներ ունի։ Ասում է, կոպիտ ասած, վարչական մարմին, դու պետք է բոլորին նույն աչքով նայես։ Եթե վարչական մարմինը որևէ գործով, որևէ դեպքով ցուցաբերել է որոշակի մոտեցում, մնացած նույնական փաստական հանգամանքներ ունեցող բոլոր գործերով պարտավոր է, ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է ցուցաբերի նույնական միատեսակ մոտեցում։ Այդտեղ չի կարող վարչական մարմինը չի կարող ասի մեկինը քանդում եմ, մեկինը չեմ քանդում։ Եթե նույնական են երկուսն էլ, նույն բանն են, նույն հիմքերով է տրված, երկուսին էլ ենթակա է քանդման կամ երկուսին էլ չքանդման։ Օրինակ, ինչ որ մեկի կրպակը կամ ավտոտնակը քանդում են, քանի որ վարձակալած հողի վրա է, մյուսինը սեփական հողի վրա է եւ դրանից հեռու են մնում։ Բայց որպես կանոն, բոլորն էլ ժամանակին դիմել են հողի սեփականաշնորհման համար։ Մեկին վաճառել են, մյուսին ոչ։ Սրանով ինչ որ մեկը ինքնական կառույցը օրինականացնում ու դասնում է քաղաքապետարանի որոշումների դեմ անխոցելի, մյուսն էլ սպասում է հնարավոր քանդման վերաբերյալ ծանոթագրերին։ Ներկայացվել է վարչական մարմին փաստաթղթերի փաթեթ ձևական մի պահանջ կա, ձևական ինչ որ մի հատ աննշան ու ոչ էական է ըստ էության։ Դրա համար մերժում ենք, դու չես կարող, այդ ձևական պահանջի շտկման հնարավորություն տուր մարդուն։ Խորհրդարանի կողմից վերջերս ընդունվել է ինքնակամ շինություններին վերաբերող մեկ այլ օրինագիծ ևս։ Դրանով ինքնակամ շինությունները օրինականացնելու հնարավորություն է տրվում։ Երևանում եւ մոտ համայնքներում ուղղակի դրա համար անհրաժեշտ է վճարել 100 միլիոն դրամ, մարզերում 50 միլիոն դրամ տուրք։ Պետությունը նախապես ինքնակամ օբյեկտները գրանցելու է հատուկ ցուցակում, հետո ֆիլտրելու է ու օրինականացման հնարավորություն է տալու միայն որոշակի նորմերին համապատասխանողներին։ Բոլոր այն դեպքերը, որոնք որ ապահովում են աշխատատեղեր, որոնք որ ապահովում են որոշակի հետաքրքրություն ոչ միայն իրենց համար, այսինքն ինքնակամ կառույցը կառուցած անձի համար, այլ նաև այլ սուբյեկտների համար, միանշանակ կարող են անցնել այս process-ով, հավաքագրել փաստաթղթերը եւ դիմել, որպեսզի հնարավորություն ունենան ներառվեն կառավարության որոշման ցանկում։ Եթե այնպես ստացվեց, որ ինչ որ մեկի բնակելի շինությունը ներառվեց օրինականացման ենթակա ցանկում, մյուսինը ոչ, ինքը հասարակության մոտ հարցեր է առաջացնելու ու այդտեղ կարող է անգամ դատական վեճեր սկսել։ Եթե այնպես եղավ, որ նույն կատեգորիայի մի շինությունը վերջը դրական լուծում ստացավ, մեկը չեղավ, մենք այդտեղ լիքը հարցեր ենք ունենալու։ Այս թեմայի մեծագույն խնդիրը արդարությունն է, նշում են իրավաբանները։ Քաղաքացին պետք է հստակ ֆիքսի, որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են եւ որոշումները տարածվում են բոլորի վրա, բայց հենց կենտրոնական այգիներում եւ բակերում գոյություն ունեցող սրճարանները, կրպակները եւ ավտոտնակները ցույց են տալիս, որ վարչական համակարգի ուժը պատում է քաղաքացիների մի մասի վրա միայն։ Արմեն Աթալյան, Տիգրան Հունանյան, Սուղանկյուն։